Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր եւ մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես փաստ օրաթերթը գրում է. Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Եթե դիտարկելու լինենք խոշորների մեջ ամենախոշորների 50-ը, ապա հատկապես այստեղ կան էական վայրիվերումներ։ Մինչ դրանց անդրադառնալը, սակայն նշենք, որ 2025 թվականի հունվար-մարտ ամիսների հարկատուների ցանկում դարձյալ տոկոսային հարաբերությամբ գերակշռում են ներմուծող ու առևտրով զբաղվող կազմակերպությունները։ Նրանց թիվը 14-ն է, հաջորդը բանկերն են։ Եթե 2025 թվականի տարեկան ցուցանիշներով 50-ում 8 բանկ էր, ապա այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով 6. Ամերիաբանկ, Արչինբանկ, Ագվաբանկ, Էվոկաբանկ, Ինեկոբանկ, Ֆաստ-բանկ։ Այստեղ արդեն գործ ունենք հիմնական տեղաշարժերից մեկի հետ։ 50-ում հայտնվել է Ֆաստ բանկը, արձանագրելով ամենամեծ թռիչքներից մեկը։ Եթե 2025 թվականի առաջին եռամսյակում այս բանկը 93-րդն էր, իսկ 2025 թվականի տարեկան ցուցանիշներով 75-րդը, ապա այս անգամ արդեն այն 48-րդ տեղում է։ Քանակական առումով նվազում կա նաև արտադրողների ցանկում, ինչպես միշտ հանքարդյունաբերությունը հաշվարկում ենք առանձին։ Եթե 2025 թվականի տարեկան արդյունքներով լավագույն 50-ում գոնե 10 արտադրող կար, ապա այս տարվա առաջին եռամսյակում նրանց թիվը 7-ն է։ Այստեղ էլ ուշագրավ է Ջերմուկ գրուպի կտրուկ անկումը, այս ընկերությունը 2025 թվականի առաջին եռամսյակում 15-րդն էր։ 2025 թվականի տարեկան ցուցանիշներով 36-րդն էր, իսկ հիմա արդեն 1 տարվա ընթացքում փաստացի իջել է 80 հորիզոնականով եւ հայտնվել 95-րդ տեղում։ Քանի խոսել ենք Ջերմուկ ընկերությունից, մեկ լուր միջազգային մամուլից կարդամ, ուրեմն մակնշման չասնի սպիսկ պետական համակարգը կասեցրել է հայկական ջերմուկ հանքային ջրի խմբաքանակի իրացումը օֆլայն եւ օնլայն խանութներում, ինչպես RBK-ին հայտնել են հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ եղել 338,000 շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։ Խոսքը Ռուսաստանի Դաշնությունում վաճառքի արգելքի մասին է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը փորձել է հասկանալ, թե իրականում ով է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի 72-րդ համարը՝ Ռուզանա Երեմյանը։ Պաշտոնապես նա ղեկավարում է Հակոբ Կոջոյան կրթահամալիրը, սակայն նրա գործունեությունը դատելով հրապարակային վարքագծից վաղուց դուրս է եկել կրթության շրջանակներից եւ ակնհայտորեն տեղափոխվել է քաղաքական դաշտ։ Երեմյանը վերջին տարիներին սոցիալական ցանցերում աչքի է ընկել ոչ թե կրթական նախաձեռնություններով, այլ բացահայտ քաղաքական ակտիվությամբ։ Նրա գրառումները հիմնականում ուղղված են եղել գործող իշխանությունների պաշտպանությանը եւ ընդդիմության կոշտ քննադատությանը։ Օրինակ, Գյումրի թիմ ընտրություններից հետո նա հրապարակայնորեն հայտարարել էր, թե գյումրեցիները սխալ ընտրություն են կատարել, փաստացի կասկածի տակ դնելով ընտրողների որոշումը։ Ավելին, նա թիրախավորել էր նաև Վարդան Ղուկասյանին, ներկայացնելով նրան որպես Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործիչ։ Սակայն խնդիրը միայն սոցիալական ցանցերով չի սահմանափակվում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, Երեմյանի ղեկավարած կրթահամալիրում քաղաքական տարրը նույնպես ակտիվ է։ Զանգեր են հնչել, որ նա ներգրավում է կոլեկտիվի հանդիպումների եւ ելույթների մեջ, որտեղ քննարկում են ոչ միայն կրթական հարցեր, այլ նաև հստակ քաղաքական գնահատականներ։ Այլ կերպ ասած, կրթական միջավայրը ըստ այդ պնդումների վերածվում է նաև գաղափարական հարթակի, եթե այդտեղ իհարկե գաղափարակայնություն կա։ Գիտեք, իշխանությունները այս Կոջոյանի կրթահամալիրի տնօրենի վարքագծից, նաև մյուս այլ կրթական հաստատությունների ղեկավարների վարքագծից ցույց է տալիս, թե որքան ճիշտ են այն գնահատականները, որ իշխանությունները ինչ հայտարարում են, անպայմանորեն իրականացնելու են դրա 180 աստիճան հակառակը։ Խոսքը կրթական հաստատությունների ապաքաղաքականացումներ, քաղաքականությունից զերծ պահելներ, այնինչ իշխանության գալով 1-2 տարի ոտքները կախկցելով կրթական ամբողջ համակարգը քաղաքականացրեցին, ռեկտորներին նշանակեցին իրենց մարդկանց, ուսխորհուրդներում իրենց մարդկանց, դպրոցներում իրենց մարդկանց եւ դպրոցներում ովքեր նաեւ վերջերս Արմավիրի հետ կապված չէ, հրապարակում կար մամուլում, որ այն տնօրենները, որոնք մանկապարտեզի դպրոցի տնօրենները, որոնք չեն պատրաստվում աջակցել իշխանություններին, խնդիրների առաջ են կանգնում։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. Առողջապահության ազգային ինստիտուտը շարունակում է առանցքային դեր ունենալ առողջապահության համակարգի քաղաքականությունների մշակման և կիրառման գործընթացում, կենտրոնացնելով կարևոր որոշումների ընդունման լծակները։ Ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները ներառում են բժշկական կլինիկական ուղեցույցների և չափորոշիչների մշակում, դրանց ներդրման և վերահսկման մեխանիզմների ձևավորում, ինչպես նաև համակարգի արդյունավետության գնահատման նպատակով տվյալների հավաքագրում և ազգային զեկույցների պատրաստում։ Բացի այդ, կառույցը պատասխանատու է նաև առողջապահական կադրային ներուժի վերաբերյալ տվյալների բազայի ձևավորման համար։ Կառույցը ղեկավարում է Ալեքսանդր Բազարչյանը, ով առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի հետ համարվում է ոլորտում ազդեցիկ որոշում կայացնողներից։ Երկուսն էլ դիտարկվում են որպես նախկին նախարար Արսեն Թորոսյանի ձևավորած թիմի ներկայացուցիչներ։ Ինստիտուտի կանոնադրական լիազորությունների շրջանակում Բազարչյանն ու Նանուշյանը ներգրավված են համակարգային կարևոր որոշումների կայացման գործընթացում։ Այս համատեքստում ոլորտում առկա մի շարք դժգոհություններ հաճախ կապվում են հենց կառավարման և քաղաքական ուղղորդման այս շղթայի հետ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2026 թվականի մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանի թիմակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցի կատարած այցը ավարտվեց միջադեպով։ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի անդամներից մեկը մինչ օրս վարչական հսկողության տակ է։ Օրաթերթը պարզեց, որ ՊՊԾ-ում ծառայողական քննություն է սկսվել։ Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել էր Սուրբ Աննա եկեղեցի, Ծաղկազարդի պատարագի ժամանակ անվտանգության աշխատակիցը փորձել են սահմանափակել հավատացյալների տեղաշարժը, պահանջելով հետ քաշվել։ Սա դժգոհություն էր առաջացրել մի խումբ երիտասարդների շրջանում, ինչի արդյունքում առաջացել էր հրմշտոց անվտանգության ծառայողների և քաղաքացիների միջև։ Դեպքից հետո եկեղեցու բակում ձերբակալվել էին 3 երիտասարդներ, 18-ամյա եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։ Վերջինս հայտարարել է, որ իրեն բերման են ենթարկել վարչապետի աչքերի մեջ նայելու համար։ Փաստ օրաթերթը գրում է. Կիրակնօրյա հրապարակային համերգի հետ կապված իշխանությունները ցույց են տալիս կադրեր, որ հրապարակը լեփ-լեցուն էր։ Հպարտանում են, տարբեր կադրեր կան տարբեր ռակուրսներով։ Լավ, ընդունենք լեփ-լեցուն էր, ասենք մի 30,000 մարդ կար։ Հա, բայց բեմից ելույթ են ունենում արտիստներ, որոնց որևէ այլ համերգի համար էլ կարող էր այդքան մարդ հավաքվել հրապարակում։ Ով էլ դա կազմակերպեր՝ իշխանությունը, ընդդիմությունը, թե որևէ պրոդյուսերական կենտրոն։ Դեռ մի կողմ թողնենք, որ նշված հրապարակում քիչ չէին օտարազգի աշխատանքային միգրանտները, զբոսաշրջիկները, նաև դեռահասները, որոնք ընտրության իրավունք չունեն։ Ընդհանուր առմամբ, քանի մարդ լիներ հրապարակում, այդ մարդկանց ոչ մի դեպքում չպետք է շփոթել ընտրազանգվածի կամ էլեկտորատի հետ։ Գիտեք, սրա մասին ես էլ հրապարակային գրառում արել եմ և հետաքրքիր մի դիտարկում կա, լուսանկար կա, որը ցույց է տալիս իրականությունը այդ համերգի մասին, ուրեմն Նիկոլ Փաշինյանն է համերգի մասնակիցների մեջ, բայց Փաշինյանը շրջապատված է մի քանի տասնյակ թիկնապահներով, առնվազն երևացող, որ շրջան են կազմել և մոտ 10 մետր հեռավորություն են պահում իր և ժողովրդի միջև, եթե դա իր ընտրազանգվածներ, իր աջակիցներն էին, որ տասնյակ հազարներով եկել էին վարչաբենդի համերգը լսելու, ապա ինչ խնդիր կար անվտանգության նման միջոցառում կազմակերպելու։ Իհարկե անվտանգության աշխատակիցներ պիտի լինեին, բայց երբ որ այդպիսի սահմանազատում են անում, շրջանի մեջ են առնում, առնվազն Փաշինյանը կամ իր անվտանգության աշխատակիցները գնահատել են, որ այդտեղ գտնվողների մեծ մասը Նիկոլ Փաշինյանի համակիրը չի։ Մի հետաքրքիր հրապարակում պոլիտիկայից, որը բավական հետաքրքիր շերտ է բացում, եւ այդ շերտը բացվում է Աննա Հակոբյանի հրապարակային խոսքից։ Եվ այսպես որևէ մեկի համար վաղուց գաղտնիք չէ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված իրավապահ համակարգը դիտարկում է ոչ թե որպես անկախ ինստիտուտ, այլ որպես իր քաղաքական գործիք։ Ստեղծված իրավիճակը բազմաթիվ դեպքերում տալիս է այն տպավորությունը, որ որոշումները կայացվում են ոչ թե օրենքի տրամաբանությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ։ Վերջին զարգացումները կապված Սամվել Կարապետյանի գործի հետ ավելի են խորացնում այդ կասկածները։ Հանրության մի մասի համար ակնհայտ է դառնում, որ նույնիսկ մեղադրանքների ձևակերպման հարցում առանցքային դեր ունի ոչ թե համակարգը, այլ քաղաքական կենտրոնը։ Այս ֆոնին առանձնահատուկ ուշադրության է արժանի մեկ այլ դրվագ։ Դեռ 2018 թվականից շրջանառվում էին
տեղեկություններ, որ որոշ աղմկահարույց ձերբակալությունների կադրեր նախ քննարկվում են նեղ անգամ ընտանեկան շրջանակում եւ միայն դրանից հետո են հայտնվում հանրային դաշտում։ Թեև այդ տեղեկությունները երկար ժամանակ ընկալվում էին որպես քաղաքական խոսակցություններ, երեք հնչած հայտարարությունը նոր լույս սփռեց այդ թեմայի վրա։ Իր ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը հայտարարեց. «Իրավունքներս խախտված են, դիտարկում ենք Դանիել Իոնիսյանի դեմ հնարավոր քրեական գործ հարուցելու հարցը։ Այս մի նախադասությունը թերևս ավելի խոսուն է, քան բազմաթիվ քաղաքական գնահատականներ։ Խնդիրը միայն ձևակերպման մեջ չէ։ Խնդիրը այն է, որ ստեղծվում է պատկեր, որտեղ իշխանության ներկայացուցիչները իրենց վերագրում են գործառույթներ, որոնք օրենքով իրենց չեն պատկանում։ Իրավական պետությունում քաղաքական գործիչը կամ քաղաքացին կարող է միայն հաղորդում ներկայացնել հնարավոր հանցագործության մասին, ոչ թե դիտարկել քրեական գործ հարուցելու հարցը։ Եվ հենց այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը, եթե սա պարզապես լեզվական վրիպում է, ապա ինչու է այն այսքան բնական հնչում իշխանության ներկայացուցչի շուրթերից։ Իսկ եթե վրիպում չէ, ապա մենք գործ ունենք ավելի խորքային երևույթի հետ, երբ իրավապահ համակարգը ընկալվում է ոչ թե որպես անկախ մարմին, այլ որպես կառավարվող ռեսուրս։ Գիտեք, լեզվամտածողությունը շատ կարևոր է ու հաճախ մարդիկ բառերով ասում են բան, որ չէին ուզի ասել, կամ բառերով ցույց են տալիս մի իրականություն, որ չէին ցանկանա ցույց տալ, եւ հենց դրա մասին է սա խոսում։ Աննա Հակոբյանը երկարամյա լրագրող է, արդեն 8 տարի է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողակիցն է եւ չէր կարող չիմանալ, որ օրինականության պայմաններում ինքը չի կարող քրեական գործ հարուցել տալ։ Ինքը կարող է առնվազն հաղորդում տալ հանցագործության մասին եւ այդ հաղորդումը ինչ ընթացք կստանա իրավական երկրում, օրենքի երկրում դա որոշում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, բայց Աննա Հակոբյանը այլ բան է տեսել։ Աննա Հակոբյանը տեսել է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում նստած գրառումներ անում իր Facebook-յան էջում Սամվել Կարապետյանի մասին եւ այդ գրառումները դառնում են քրեական գործեր, հենց այն սահմաններում, որը գցել է Նիկոլ Փաշինյանը, այնպես որ բնական է, որ Աննա Հակոբյանը գիտի, որ ինքը կարող է քրեական գործ հարուցել տալ, եթե ոչ ուղիղ ինքը գոնե ամուսնու միջոցով, թեպետ եւ ես կարծում եմ ինքն էլ այդպիսի հնարավորություններ ունի։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48